Բարև ձեզ։ Տարբեր թեմաների հետ կապված անցնող օրերի ընթացքում մի քանի անգամ առիթ ունեցանք լսել Արցախի եւ արցախցիների հետագա ճակատագրի հետ կապված հարցադրումներ։ Առաջնայիններից մեկն այն է, թե ով եւ ինչպես պետք է ներկայացնել արցախցիներին, ով եւ ինչպես պետք է պայքարի արցախցիների իրավունքների համար։ Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը հստակ է։ Երևանը Արցախի հարցը համարում է փակված, բռնատեղահանված արցախցիներն էլ կոչ է անում ընդունել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն եւ մշտական բնակություն հաստատել Հայաստանի Հանրապետությունում։ 2020 թվականից հետո, իսկ ավելի սուր 2023 թվականից Արցախի ամբողջական հայաթափումից հետո օդում փախված է մնում հարցը, թե ով եւ ինչպես է ներկայացնելու Արցախի թեման։ Պաշտոնական Երևանը դա չի անում, արձանագրենք բազմիցս հայտարարվածը եւ անցնենք առաջ։ Արդյոք Արցախի թեման կարող են օրակարգում պահել Արցախի ներկայացուցիչները։ Հնարավոր է փորձեր կարվեն, հնարավոր է այսօր էլ դա արվում է, բայց այստեղ էլ բազմաթիվ հարցեր կան։ Արդյոք Արցախի հարցը համարվում է հայ դատի օրգանական մասը, թե հայ դատի օրինակով կառույցների մի ցանց էլ պետք է ստեղծվի Արցախի պարագայում։ Ովքեր կլինեն այդ կառույցի ներկայացուցիչները, ում հաշվետու կլինեն նրանք։ Սրանք հարցեր են, որոնք ըստ էության անպատասխան են մնում նաև այսօր։ Անպատասխան է մնում նաև հարցը, արդյոք սխալվելու դեպքում պատասխանատվություն ստանձնող լինելու է։ Չնայած վերջին հարցն ավելի շատ ռետորական էր։